Մի քանի օր առաջ հացի հետ կապված մի դեպքի ականատես եղա, որի հետ կապված կուզեի նաև կոմենտներում կիսվեիք ձեր կարծիքով, թե նման իրավիճակում հայտնվելուց դուք ինչպես կվարվեիք։ Մտել էի խանութ հաց էի ուզում գնեի ու այդ պահին հացի բաժին մոտեցավ նաև մեկ այլ կին, որը երկու հաց էր փորձում վերցնելու պահին իր ձեռքից հացերից մեկը ընկնում է գետնին։ Այս կինը գետնից բարձրացնում է հացը եւ դնում մեկ այլ դարակում, որը հացի համար չէր նախատեսված։ Ես զարմացած հայացքով նայում եմ իրեն, իսկ ինքն էլ նկատում է, որ ես հետևում եմ իր քայլերին։ Այս կինը շարունակում է նորից իր համար եւս երկու հաց ընտրել, բայց այն հացը այդպես էլ մնում է այդ դարակի վրա։ Ես արդեն չհամբերելով զարմացած ասացի, բայց գոնե չեք ուզում աշխատողին տեղյակ պահեք, որ այդ հացը գետնին ընկած հաց է, որ հանկարծ աշխատողը չմտածի, ինչ որ մեկը սխալմամբ այդ հացը դրել է կողքի դարակում եւ ինքը կբերի բնականաբար իր գործն է, կբերի այդ հացը կդնի նորից հացի դարակի մեջ։ Եվ ինչ որ մեկը կգա պատահմամբ, կգա այդ հացը կվերցնի, կտանի տուն ու միգուցե իր փոքրիկը կուտի եւ դրանից մարսողական խնդիրներ կառաջանան։ Այս կինը ստիպված հացը վերցրեց եւ մոտեցավ աշխատողին, պատմեց, որ ընկել է գետնին, աշխատողը հացը վերցրեց եւ մենք արդեն երկուսով ես եւ այս կինը դուրս եկանք հացի բաժնից։ Դե իհարկե պարզ չի աշխատողը այդ հացը արդյոք չի դնի այդ դարակում, թե վերադարձ կանի, թե ուղղակի կդնեն փողոցի շունիկների եւ կատուների համար, բայց իհարկե այս կնոջ պահվածքն էլ իմ համար նորմալ չէր։ Չգիտեմ, եթե ես այդտեղ չլինեի, ինքը ինչ էր անելու, միգուցե հենց գետնից կվերցներ կդներ հացի դարակի վրա։ Ես ինքս իմ տեսակետն ասեմ, թե ես ինչ կանեի, եթե ես լինեի նման իրավիճակում, երևի թե հացը կգնեի, բայց ոչ թե տուն կբերեի, որպեսզի ընտանիքիս անդամները ուտեին, այլ կդնեի այգու մի անկյունում, որպեսզի փողոցի շներն ու կատուները սնվեին։ Կիսվեք մեկնաբանություններում, թե դուք ինչ կանեիք նման իրավիճակում եւ արդյոք այլ քայլերի կգնայիք նման իրավիճակում։ Եթե այս տեսանյութը նայել ես մինչ այս պահը, ապա սիրով հրավիրում եմ քեզ YouTube-յան իմ մեկ այլ ալիք, որտեղ զրուցում ենք Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների հետ։ Նրանք կիսվում են իրենց կյանքի պատմություններով, թե ինչպես են ապրում օտար երկրում, ինչպես են տեղափոխվել, ինչպես են հարմարվել, ինչպես են դիմակայում կարոտին։ Շատ հայրենակիցներ էլ կիսվում են իրենց ճամփորդությունների պատմություններով եւ համեմատականներ են անցկացնում Հայաստանի հետ։ Միացեք մեզ, բաժանորդագրվեք իմ ալիքներին, որպեսզի բաց չթողնեք նոր թողարկումները։